Վենեսուելայի նավթի վրա ամբողջությամբ վերահսկողություն հաստատելը այդքան հեշտ չի լինելու։ Սպասվում է նոր հարձակում Իրանի դեմ։ Սյունիքի, եթե ոչ ամբողջ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը կարծում եմ Իրանն է հանդիսանում։ Թրամփի ուղին մեզ համար որևէ երաշխիք չի։ Սա բանը ազդակ է, որ հնարավոր Ալիևի հնարավոր ագրեսիայի Եվ Ալիևի եւ շատերը ես չեմ տեսնում այդ զիջումները, որ Միացյալ Նահանգներն անի։ Մենք հույսներս ում վրա պիտի դնենք։ Հայաստանը պետք է կառուցվի ազգ բանակ մոդելով, Հայաստանի ներսում թույլ չեն տալիս համախմբում, հայ ժողովրդին են դատում Բաքվում եւ այդ ուղղությամբ այսօրվա իշխանությունները ոչինչ չեն անում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է։ Հարգանքներս բարով եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, սա մեր 2026-ի առաջին ձեզ հետ հանդիպումն է եւ առհասարակ առաջին եթերն է ու աշխարհը կտրուկ սկսեց իր այսպես զարգացումները։ Շատ կարճ եթե լինեմ, Միացյալ Նահանգները ներխուժեց Վենեսուելա, առևանգեց Վենեսուելայի գործող նախագահին իր կնոջ հետ ու անունը դրեց, չգիտեմ ինչ։ Ավելին, հիմա զարգացումները այնպես են ընթանում, որ Թրամփը բացահայտ սպառնում է, ասում այն փոխարինողը Մադուրոյի, որ կհանդգնի մեզ դեմ գնալ, ավելի վատ ճակատագրի կարժանանա։ Տեսեք, շատ-շատերը այլ ձևակերպումներ են տալիս, բայց դուք այդ ներխուժումը կոչում եք պատերազմ։ Ես մեջբերում եմ ձեր խոսքերը եւ նշում, որ այն Հայաստանից մոտ 11000 կիլոմետր հեռավորության վրա է ընթանում, այնուամենայնիվ այն կարող է ունենալ անմիջական հետևանքներ նաեւ մեր տարածաշրջանի եւ հենց մեզ համար, ճիշտ է։ Այո։ Ավելի մանրամասն համեցեք։ Նախ կուզեի շնորհավորել մեր ունկնդիրների նոր տարին եւ ցանկանալ բոլոր իսկական հայերին, որպեսզի նրանք չընկճվեն այս բոլոր ուժի ցուցադրումներից աշխարհով մեկ եւ հիշեն, որ մենք անկախ ամեն ինչից, ինչպիսին էլ լինեն կայսրությունների հզորությունները, ինչպիսի ճնշումներ էլ լինեն, մենք մեր արածը եւ ասածը պետք է ասենք եւ անենք։ Իսկ ինչ վերաբերում է այս վերջին գործողությանը, իհարկե դա պատերազմական ակտ էր Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի դեմ, որը ես ընդամենը մի քանի ժամ հետո բնութագրեցի, որ կռախի է արժանանալու մի քիչ ավելի ոչ երկարատև, բայց այսպես կարճատև կամ միջնաժամկետ, ավելի շուտ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով բոլորին պարզ է լինելու, որ այստեղ Թրամփը չհաջողեց, ինչը բերելու է բնականաբար լուրջ հետևանքների առաջիկա 1-2 տարվա ընթացքում, ինչպես Թրամփի համար, այնպես էլ Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակի համար աշխարհում, ինչ ես նկատի ունեմ։ Տեսեք, ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են այդ ռազմական բաղադրիչի վրա, ինչպես այսպես արդյունավետ կերպով կարողացան Միացյալ Նահանգների հատուկ ուժերը իրականացնել այդ ռազմագործողությունը եւ առևանգել, իրական դա առևանգում է, առևանգել Վենեսուելայի անկախ պետության ճանաչված նախագահին իր կնոջ հետ միասին։ Դեռ Պուտինին է դասեր էին տալիս, որ տես ոնց են անում։ Ուրեմն սա քաղաքական առումով որևէ հարց չլուծեց, ինչպես եւ ես կանխատեսել էի։ Ես գրել էի, որ ամենայն հավանականությամբ իշխանության կգա Մադուրոյի թիմակիցներից մեկը, այդպես էլ եղավ։ Այո։ Նախկինում արտգործնախարար աշխատած, հիմա իր մոտ փոխնախագահ ծառայող Ռոդրիգեսը մի շատ պատրաստված տիկին է, մեծ փորձառությամբ, նա ճանաչվեց իշխանության կողմից, որը չտապալվեց, որովհետև այդպիսի հույսեր Միացյալ Նահանգներն ունեին, որ իշխանությունը կտապալվի, ժողովուրդը ոտքի կկանգնի, այդ ընդդիմադիր ուժերը
ամերիկամետ ընդդիմադիր ուժերը կարողանան խլրտումներ առաջացնել երկրում եւ դրանից հետո իրենց ուզած իշխանությունը կբերեն Վենեսուելայում, որը կանի այն, ինչ իրենք ուզում են։ Իսկ իրենք ուզում են, մի քիչ առաջ ընկնելով ասեմ, տիրանալ Վենեսուելայի ռեսուրսներին, առաջին հերթին նավթի պաշարներին, բայց այնտեղ կան ուրիշ բազմաթիվ հանածոներ եւս, թեև ամենակարևորը տվյալ դեպքում նավթի պաշարներն են, որոնք աշխարհում ամենաշատն են։ Օրինակի համար կարող եմ ասել, որ Վենեսուելայում 303 միլիարդ այդ քառակուսի կուբամետրը ինչպես է կոչվում բարել նավթ կա, իսկ Իրանում մոտավորապես 200, Իրաքում մոտավորապես 150։ Պատկերացրեք, ուրեմն որքան է այդ նավթի ծավալները, դա մի քիչ ավելի ծանր նավթ է, ի տարբերություն օրինակ Սաուդյան Արաբիայի նավթի կամ Ամերիկայում արդյունահանվող նավթի, որոնք թեթև նավթ են, հատկապես Ամերիկայի նավթը, թեթև նավթ է, բենզինի արտադրման համար հարմար է, բայց մյուս 1000 մի տեսակ դիզելի համար օրինակ չի համապատասխանում։ Ուրեմն այդտեղ տնտեսական հարցերի մեջ հիմա չխորանամ, քաղաքականը շարունակեմ, ուրեմն իշխանությունը չտապալվեց։ Բավական արագ եղած վերնախավը ուրեմն ընտրեց, նշանակեց ըստ սահմանադրության որպես երկրի ղեկավար, փոխնախագահին որպես գործող նախագահ, այսինքն Ռոդրիգեսին, որը այժմ ամենալեգիտիմ դեմքն է Վենեսուելայում հանդիսանում, ընդ որում այնինչ խոսում էր Թրամփը, որ մենք պետք է տիրանանք, մենք պետք է կառավարենք Վենեսուելան, մենք պետք է տիրանանք այդ նավթին, բաց տեքստով գրեթե ասում էր, մենք պետք է վաճառենք, չգիտեմ, այսպիսի բաներ, դա մեծ դժգոհություն է առաջացրել ոչ միայն Վենեսուելայի ցախակողմյան ուրեմն այսպես տրամադրություններ ունեցող բնակչության մոտ եւ Մադուրոյի եւ Չավեսականների շրջանում, այլև նույն ընդդիմության շրջանում, որը տեսնում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է պարզապես գաղութի վերածել Վենեսուելան։ Եվ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների հայտարարած նպատակը, որ իրենք են կառավարելու Վենեսուելան, ինչպես եւ ես կանխատեսում եմ, չի հաջողելու։ Իրականացնել նոր ռազմագործողություն բավական բարդ է։ Եվս մեկ անգամ առևանգել կամ սպանել Վենեսուելայի ղեկավարին շատ ծանր հետևանքներ է ունենալու։ Բայց ասեց ուղիղ։ Այո, ասել է, բայց իրականացնելը բարդ է, կարող են փորձել, բայց դա իր հետ բերելու է ավելի ծանր քաղաքական հետևանքներ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Միացյալ Նահանգների ներսում, եւ նորից ոչինչի չի հասնելու, եթե փորձեն այդ ճանապարհով գնալ։ Զորք մտցնել, օկուպացնել Վենեսուելան, դա գրեթե անհնար է, որովհետեւ այսօրվա Միացյալ Նահանգները եւ իր բանակը նույնը չեն, ինչ 20 տարի առաջ թե ինչ 30 տարի առաջ, երբ նրանք կարողացան ուրեմն մեծ այդպիսի խմբավորումով մտնել սկզբից Իրաքը գրավել, այս սկզբից Աֆղանստանն էր, հետո Իրաքն էր, այսպես այստեղ արաբական գարուն, Լիբանանով, գրավել երկիրը գրավել, այո, այստեղ վերջի օրինակը Իրաքն է, մեծ երկիր գրավեցին, որտեղ դարձյալ հարցը չկարողացան կարգավորել, բայց այսօր նախ ԱՄՆ հասարակությունը, ամերիկյան հասարակությունը հոգնել է պատերազմներից եւ նա եկել է բոլորովին այլ ծրագրով, ասել է, որ ես գալիս եմ որպեսզի պատերազմներին վերջ տամ ամերիկյան պատերազմը, իսկ հիմա նա հայտարարում է, որ եւ այստեղ են պատերազմ, եթե հարկ է լինելու մղել, եւ Կուբայի դեմ, եւ Կոլումբիայի դեմ, եւ Մեքսիկայի դեմ, Գրենլանդիա եւ այլն, այսինքն այս ամեն ինչը գուցե փորձելու է անել, բայց օրինակ Գրենլանդիան կարող է փորձել գրավել շատ արագ իմիջայլոց, այսօր էր խոսում, թե այս գիշեր էր խոսել, ասել է 2 ամսից կխոսենք Գրենլանդիայի մասին, կարող է զորքեր մտցնել, գրավել, բայց դա իր հետևանքներն է բերում, հասկանում եք։ Ի տարբերություն Գրենլանդիայի, որտեղ բնակչությունը գրեթե չկա, նոսր բնակչություն է, այնտեղ 5 միլիոն մարդ էլ կարծեմ չի ապրում։ Վենեսուելայի բնակչությունը բաղկացած է ուրեմն զինված
ուրեմն 30 միլիոնանոց 30 միլիոն մարդ է ապրում Վենեսուելայում, որոնցից առնվազն 1 միլիոնը զինված է, իսկ գուցե 3 միլիոն է, իշխանությունը հայտարարում է 3 միլիոն, չհաշված բանակը, որը բավականին լավ զենք ունի։ Բայց բացի բանակից, պարտիզանական գործողություններ մղելու համար մոտ 1 միլիոն մարդ զենք ունի, ընդ որում հենց այնպես զենք չի, որ դրած է իր տանը, այդ մարդիկ անցել են պայքարի միջով, թեկուզ ներքին քաղաքական պայքարներ են եղել, կազմակերպված են նրանք իրենց համայնքներում, կազմակերպված արհմիություններ կան Վենեսուելայում, որոնք նույնպես զինված են, ուրեմն քաղաքային այդ աղքատ բնակչությունը նույնպես զինված է եւ խմբերի են կազմակերպված, այսինքն եթե Միացյալ Նահանգները փորձի ներխուժել Վենեսուելա, իրեն պահանջվելու է շատ մեծ խմբավորում, կես միլիոնից ոչ պակաս, որը չունի այսօր այդքան, իր ամբողջ բանակն է մոտավորապես այդքան մի քիչ ավել, այդ երբ է հասցնելու այդքան զոր քաղաքել, եւ դա չի ընդունի Միացյալ Նահանգների ոչ միայն ժողովուրդը, այլև հենց թեկուզ էլիտան չի ընդունելու մի այդպիսի խոշոր պատերազմ, որտեղ զոհվելու են մեծ թվով ամերիկացի զինվորներ։ Կարող է դա ամերիկյան բլեֆ է, հələ այդ թողնենք, պարոն Այվազյան, ինձ հետաքրքիր է այլ բան։ Ինչպես եք դուք որպես քաղաքագիտության դոկտոր անուն կամ գնահատական տալիս այս գործողությանը։ Սա միջազգային իրավունքի խախտում, անկախ պետություն, ՄԱԿ-ով ճանաչված, մտնում ես, որոշում ես, որ նավթ ունի, դու պետք է կառավարես։ Սրա հետևանքները եւ սրա գնահատականը։ Փորձում են վերացնել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված այդ միջազգային քաղաքական համակարգի կարգավորող նորմերը ամբողջությամբ այդ իրավաքաղաքական ամբողջ փաթեթով իր ՄԱԿ-ով մնացածով ուզում են ընդհանրապես վերացնել եւ վերադառնալ մի ինչ-որ նոր գաղութատիրական համակարգի։ Բայց սա ջունգլիներ է դառնում։ Ուժեղեն պետք է ես քեզ ուտեմ։ Այո, եւ այդտեղ գուցե թե փորձելու են պայմանավորվածության գալ ամենահզոր մի քանի պետությունները, տերությունները, այսինքն Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, հատկապես այս 4-ը, որտեղ Եվրոպան այսօրվա դրությամբ կատարելապես մի այսպես ամուլ ղեկավարություն ունի, ինքնուրույնություն ունի, գոնե այսօր։ Գուցե Գրենլանդիան գրավելուց հետո ինչ որ տեղաշարժեր տեղի ունենան իրենց քաղաքական վերնախավում, փոփոխություններ լինեն, լուրջ մարդիկ գան իշխանության, բայց այսօրվա դրությամբ տեսեք օրինակ այս Վենեսուելայի դեմ գործողությունը եվրոպական պետություններից գրեթե ոչով չի դատապարտել։ Ֆրանսիան թեթև ասել են դեմ, բայց Ֆրանսիայի արտգործնախարարն է ասել, Ֆրանսիայի նախագահը չի դատապարտել։ Իսպանիան ասել է ես չեմ ընդունի։ Ուղիղ չասեց էլի չեն դատապարտել։ Ճապոնիան կարող է համարել քաղաքականապես Միացյալ Նահանգների գաղութն է, բայց ստացվում է այսօր եվրոպական պետություններն էլ են նման մի իրավիճակում հայտնվել, որևէ մեկը չհամարձակվեց այսպես ամբողջությամբ դատապարտել, կոչ անել ազատ արձակել Մադուրոին եւ այլն, չեն արել այդպիսի բան, այդպիսի կոչ արել է Ռուսաստանը, այդպիսի կոչ արել է Չինաստանը, ազատել անմիջապես Մադուրոին։ Եվ արել է նաև Վենեսուելայի այսօրվա գործող փաստորեն նախագահ, որը դեռ ինքն իրեն ասում է ես փոխնախագահ եմ, միակ նախագահ ասում է Մադուրոն է, սա էլ ասում է որ մի քիչ ձգի այդ ընտրություններին չհասնեն այդ փուլի, որտեղ սահմանադրությամբ 1 ամսում պետք է կատարվի ընտրություններ, բայց ասում է գործող նախագահը Մադուրոն է, որպեսզի հնարավորին չափ երկար մի ժամանակաշրջան լինի, որտեղ կայունանա իրավիճակը Վենեսուելայում։ Ուրեմն սա բերելու է մեծ համար ինչպիսի հետևանքների, ինչով է սա կարևոր։ Սպասվում է նոր հարձակում Իրանի դեմ, իսրայելյան-ամերիկյան հարձակում։ Իմ կանխատեսումը, ինչպես ես գրել էի հենց մի քանի ժամ հետո, այն էր, որ Վենեսուելայի այս գործողությունը, քանի որ չի ավարտվի անմիջապես հաջողությամբ քաղաքական առումով, ռազմական առումով հաջողությամբ է ավարտվել, բայց դա քաղաքական իր նպատակներին չի հասել, ընդհակառակը Վենեսուելայի բնակչությունը ինչ որ չափով ավելի կոնսոլիդացվելու է, այնպես ինչպես տեղի ունեցավ, երբ հարձակվեցին Իրանի դեմ։ Իրանում էլ բնակչության մի զգալի հատված դեմ էր գործող իշխանություններին, հարձակումից հետո Իսրայելյան
նրանք համախմբվեցին պետական դրոշի ներքո։ Արտաքին ուժի դեմ։ Այո, արտաքին ուժի դեմ։ Նույն բանը մոտավորապես տեղի է ունեցել, շուտով պարզ կլինի, մասամբ նաև Վենեսուելայում է տեղի ունեցել։ Այսինքն ճիշտ հակառակ քաղաքական արդյունքին են հասել։ Հիմա կարող է Միացյալ Նահանգները, այնպես ինչպես ասել է ինքը, փորձել եւս մեկ հարված հասցնել, ասում եմ, բայց դա նախ ռազմական առումով ավելի բարդ կլինի, որովհետև ավելի պատրաստ կլինեն։ Երկրորդը քաղաքական առումով շատ ծանր կնստի նույն Թրամփի եւ իր վարչակազմի վրա։ Տեսնենք, սա նշանակում է, որ ավելի մեծ ռեսուրսներ է քաշելու Վենեսուելան Միացյալ Նահանգներից։ Նույնիսկ եթե գրավեին, նույնիսկ եթե վերցնեին իրենց վրա այդ նավթային ենթակառուցվածքների կառավարումը եւ այլն, դա նշանակում է, որ պետք է փող ներարկեն այնտեղ։ Իսկ այսօր Միացյալ Նահանգների գլխավոր խնդիրը հենց տնտեսականն է, նրանք ահռելի պարտքի տակ են, հիմա նորից էլի մեծ պարտքեր են վերցնում, պետական պարտքի տակ են, եւ այս Վենեսուելայի նավթի հարցը նրանց պետք էր որպեսզի այդ պարտքի հարցերը թեթևացնեն։ Մեկ եւ երկրորդը Վենեսուելան էլ էր սկսում նավթը վաճառել ոչ դոլարով։ Միացյալ Նահանգների տնտեսության հիմքը այդ դոլարն է, միջազգային արժույթ որպես։ Հիմա պակասել է այդ դոլարի այդ դերը ամբողջ աշխարհում, քանի որ տարբեր երկրներ սկսել են միմյանց միջև կատարել գործարքներ այլ արժույթներով, յուանով, չգիտեմ, Ռուսաստանը ռուպիով, ռուբլիով, Հնդկաստանի հետ չինական յուանով է կատարվում, եւ Վենեսուելան էլ էր որոշել Չինաստանի հետ արդեն անցնել առանց դոլարային առևտրի։ Եվ դա հարվածելու էր Միացյալ Նահանգներին։ Այսինքն ինչ որտեղ Վենեսուելայի դեմ գործողությունը Միացյալ Նահանգների կողմից այսպես ճարահատյալ ռուսերեն ասում են «Отчаянный шаг», այսպես ստիպված են փորձել նման մի գործողություն անել, բայց վատն այն է, որ իրենց համար վատն այն է, որ այդ գործողությունը չունի ռազմավարական հստակ նպատակներ, լավ չի ապահովված, տեսեք, ոչ մի դաշնակից չունի տվյալ դեպքում Միացյալ Նահանգները, բացի երկու պետություն է լատինամերիկյան այդ ամբողջ մեծ համայնքից իր աջակցությունը հայտնել, ոչ թե օգնություն ցույց տվել, պարզապես քաղաքականապես ասել է այո, ես Միացյալ Նահանգներին աջակցում եմ այս հարցում, Արգենտինան եւ Էկվադորը, չգիտեմ, գուցե 1-2 մանր պետություններ, Տրինիդադ եւ Տոբագոն, որտեղ եւ տեղակայված էին Միացյալ Նահանգների զորքերը Կարիբյան ծովում, որտեղից հարձակումը գործեց, այդ հաշիվ չեն դրանք։ Իսկ մնացած բոլորը ամենամեծը Հարավային Ամերիկայում եւ ուրեմն Միացյալ Նահանգներից հետո երկրորդ իր մեծությամբ, զորությամբ պետությունը Բրազիլիան խստորեն դատապարտել է։ Ինչպես նաև Չիլին, ինչպես նաև Կոլումբիան, հարևան Վենեսուելային, Կուբան, Մեքսիկան եւ գրեթե բոլորը։ Արգենտինան է թեթև խաղեր տալիս, բայց դե պարզ է։ Արգենտինան ասել է թե աջակցում է եւ Էկվադորը, որոնք Թրամփի այսպես դաշնակիցներն են, բայց դա ոչինչ չի նշանակում, այդ երկու պետություններն էլ այդքան ամուր պետություններ չեն, որպեսզի մի լուրջ աջակցություն ցույց տան։ Առաջարկում եմ պրոյեկտենք այս ամենը մեր ռեգիոնի վրա եւ ասացիք, որ այդ նոր հարձակում Իրանի դեմ Հավերին ասեմ, շատերը նշում են, կանխատեսում են վերլուծաբաններ, որ հաջորդը Իրանն է, դուք հակառակը, ասում եք, որ տենց խոշորամասշտաբ հարձակում չի լինի, ինչու՞։ Գիտեք, հաջորդը, եթե Վենեսուելայի այս ռազմագործողությունը ավարտվեր հաջողությամբ, իր նպատակներին հասներ, այո, անմիջապես հաջորդը կլիներ Իրանը, ինչու՞, որովհետև եթե Իրանի դեմ պատերազմը, մեծ պատերազմ մղվի, Իրանը փակելու է Հորմուզի նեղուցը, որտեղից արտահանվում է աշխարհի նավթի կարծեմ 30%-ը, թե գուցե ավելին, այսինքն փակելու է եւ զրկվելու են այդ նավթից տարբեր պետություններ։ Վենեսուելայի վրա վերահսկողություն հաստատելով գոնե Միացյալ Նահանգները ինքն իրեն ապահովելու էր նավթով եւ իր դաշնակիցների համար գուցե վաճառելով եւ այլն։ Վտանգը ուրեմն
հենց դա էր, բայց Վենեսուելայի նավթի վրա ամբողջությամբ վերահսկողություն հաստատելը այդքան հեշտ չի լինելու։ Եվ դա նշանակում է, որ խրվելու է Միացյալ Նահանգները Վենեսուելայում մի որոշ ժամանակ, չգիտենք որքան, եւ հույս ունեմ ես, որ այդ խրվելու պատճառով էլ Իրանի դեմ հարձակումը չի կատարվի հիմա։ Կներեք, բայց չէ՞ որ Իրանի ներսը ուզում խմորումներ կա, ուզում են պայթեցնել։ Այո, հիմա մի քիչ պետք է փորձեն շտապել, քանի Իրանի ներսում խլրտումներ են, անկարգություններ են, պետք է փորձեն շտապել, բայց Վենեսուելայում սկսելով այս գործողությունը ինչ որ չափով իմ կարծիքով հետ են գնելու այդ գործողությունը։ Իսկ եթե ավելի խրվեն, առհասարակ չի իրականացվի այդ գործողությունը Իրանի դեմ, ինչը մեզ համար միանգամայն ձեռնտու կլինի, քանի որ կայուն Իրան նշանակում է Հայաստանի համար որոշակի լուրջ երաշխիք, որ Ադրբեջանը նորից չի ներխուժի Հայաստան։ Այսօրվա դրությամբ Սյունիքի, եթե ոչ ամբողջ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը կարծում եմ Իրանն է հանդիսանում։ Ռուսաստանի դիրքորոշումը այստեղ այնքան էլ պարզ չէ, մեր պարագայում, թեև ֆորմալ առումով մենք դաշնակիցներ ենք, բայց ինչպես տեսնում եք, այդ դաշնակցությունը շատ հաճախ չի գործում, չի աշխատում։ Այնպես որ Իրանի կայունությունը մեզ համար կենսականորեն կարևոր է, իսկ այս Վենեսուելայի գործողությամբ հույս ունեմ, որ այդ գործողությունը հետ անկավ։ Հաջորդ sense վերլուծականը ճիշտ հակառակի մասին է, որ Ադրբեջանի մեծ պատերազմի են նախապատրաստում։ Արցախյան այդ բռնազավթված տարածքներում, հա, Իրանի հյուսիսից արդեն իսրայելական զորքերի տեղակայում հազար ու մի այլ նոր հրթիռներ, չգիտեմ, հարվածային, ուրեմն զինտեխնիկա է տեղակայվում, ավելին թուրքական աջակցություն կա, որի թիկունքում բրիտանական ուժերն են, ԱՄՆ աջակցություն, մի խոսքով Թրամփի ուղի եւ այլն, եւ այս Վենեսուելա ներխուժելուց հետո, ես չգիտեմ Թրամփի վարկանիշը ինչ եղավ, բայց արդյոք այդ Թրամփի ուղի կոչվածը ավելի խոցելի չի դառնում մեզ համար, հատկապես օրինակ Իրանի հետ բանակցություններում, որը մեր հարևանն է, հա, դրկից։ Գիտեք, այդ երաշխիքների հարցը առհասարակ ես ի սկզբանե էլ հենց օգոստոսին, երբ կնքվեց նույն օրը խոսեցի եւ ասացի, որ այդ երաշխիքները 0 են։ Այնինչ բանավոր կերպով Թրամփը ասել է, որ եթե խնդիր ունենաք կզանգեք ինձ եւ այլն։ Դա 0 է, նախ գրավոր ոչ մի երաշխիք չկա, Հայաստանին չի տրամադրված ոչ մի երաշխիք։ Երկրորդը մենք տեսանք արդեն հետագայում ինչ եղավ օրինակ Կամբոջայի եւ Թայլանդի միջև Թրամփի կնքած խաղաղության համաձայնագիրը, որը ասաց նա, տեսեք, ես եւս մի պատերազմ կանխեցի, որից հետո մեծ բախումներ եղան, տասնյակ եւ հարյուրավոր զինվորներ զոհվեցին, հազարավոր մարդիկ այս այն կողմ փախան սահմանից եւ Կամբոջայում եւ Թայլանդում, այսինքն Թրամփի ուղին մեզ համար որևէ երաշխիք չի, մանավանդ որ դա ինչպես հենց ադրբեջանցիները բաց տեքստով էլ ասում են, դա նույնիսկ Զանգեզուրի միջանցքն է, ինչպես բաց տեքստով ասում են նաև օրինակ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեի գլխավոր խորհրդական վելայաթին, որ ասում է դա նույն Զանգեզուրի միջանցքն է, մեզ համար անընդունելի է։ Եվ բացի ամեն ինչից զատ այս քայլով Թրամփը ճանապարհ է բացում տարբեր պետությունների համար, նախադեպ է ստեղծում, որ իրենք կարող են հայտարարել, թե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ է ներխուժել այսինչ երկիրը, անհրաժեշտ է գրավել այսինչ տարածքը, գրավել այս ճանապարհը եւ այլն եւ այլն։ Խնդրեմ, Ադրբեջանը կարող է հայտարարել, որ ինձ համար անհրաժեշտ է գրավել այդ ճանապարհը, բռնելով տարբեր պատճառաբանություններ, բերելով կեղծ հարցեր եւ այլն, եւ այդպիսի մի փորձ անի, հենվելով, ահա խնդրեմ, Թրամփի կողմից բացած այս Պանդորայի բոքսի այս արկղի Պանդորայի արկղից դուրս եկած այս վտանգների։ Այսինքն սա բանը ազդակ է, որ հնարավոր Ալիևի հնարավոր ագրեսիայի համար։ Եվ Ալիևի եւ շատերը կարող են ասել, դե եթե Միացյալ Նահանգները այսպես է վարվում, ուժեղ պետություններ, կարող են ասել, մենք էլ նույնը անենք։ Գնանք ձերբակալենք այսինչ
հարևան պետության ղեկավարությունը բերենք, ասենք պետք լինի ձեր տարածքը կգրավենք, պետք լինի ձեր, չգիտեմ, տնտեսություն։ Այո, ուժեղենք, ուրեմն վերջ։ Եվ այդ մասին քանի անգամ է ասել Ադրբեջանի ֆաշիստ նախագահը, որ այսօր միջազգային հարաբերություններում գործում է ուժը, այսինքն նա բավականին լավատեղյակ է միջազգային վերնախավի այս համաշխարհային գլոբալիստական ուժերի վերնախավի ծրագրերից եւ նրան էլ ասել են, նրան էլ առաջ են տվել այս հարցը։ Իլերումը ձեր ասացի հենց այսօր Իրանի արտգործնախարարությունն է, հա, պաշտոնական հաղորդագրությունը Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Իհարկե, բարձ է, այնտեղ ատամներով կկռվեն եւ այդ ներքին խնդիրներն էլ կարծում եմ հույս նաեւ ունենանք, որ առաջիկայում կմարեն, որովհետեւ դրանք դեռ այն թափը չեն ստացել, ինչ ունի մի քանի այսպիսի մեծ շարժումներ եղել են, բայց սրանք այդ թափը դեռ չեն ստացել եւ պետք է հուսալ, որ չեն էլ ստանա։ Պարոն Այվազյան, մեկ այլ տեսանկյուն, որը վկայում է այն մասին, որ սա աշխարհի ազդեցությունների գոտիների բաժանում է։ Գիսում եք արդյոք խոշորների տեսանկյունից նայենք, հա, մի քիչ շատ այսպես բան եմ ասում, բայց Ուկրաինա բան կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, քեզ Ռուսաստան ջան, Չինաստան ջան, դες ինչ ես անում, ես էլ լատինոսը իմն է։ Տեսեք, այդ մասին է։ Եվ սրա հետևանքները ինչ կերպ կլինի, որովհետև ստեղ մենք ունենք պրոամերիկյան իշխանություններ, ինչ ընտրական տարի ենք, ասում են Վենսն է գալի եւ այլն եւ այլն։ Թրամփը այդ մասին էլ ասեց, որ Մոնրոյի դոկտրինը հաստորեն վերականգնվում է, վերածնվում է եւ նույնիսկ իր անունով փոխեց այդ դոկտրինը, ասեց Դոնրոյի դոկտրինը այսուհետև լինել, այսինքն դա որն է, դեռևս 1823 թվականին Միացյալ Նահանգների կողմից հռչակվել էր արևմտյան ամբողջ կիսագունդը, այսինքն հարավային եւ հյուսիսային Ամերիկաները, որպես Միացյալ Նահանգների գերակա ազդեցության գոտի եւ որևէ այլ ուժ չպետք է այնտեղ ոտք դներ, իրենք պետք է տիրապետեին այդ ամբողջին, ղեկավարեին իրենց ուզած ձևով եւ այլն։ Եվ այդպես էլ արել են։ Հիմա էլ է իրականում բավական նման իրավիճակ, այնպես չէ որ այդ պետությունները շատ հեռացել են Միացյալ Նահանգների այս ազդեցության գոտուց, բացառությամբ 1-2 պետության, մանր պետությունների եւ Վենեսուելայի, այսինքն Նիկարագուան, Կուբան, Վենեսուելան։ Հիմնականում Կոլումբիան նաև վերջին իր նախագահը, որը ձախակողմյան դեմք է, բայց այն ժամանակ, երբ հայտարարվում էր այդ Մոնրոյի դոկտրինը, Միացյալ Նահանգները չէր խառնվում ամբողջ աշխարհի խնդիրներին։ Ասում էր սա իմն է, ես գործ չունեմ Եվրոպա եւ այլն, այնտեղ այդ իմը չէ, բայց այսօր Միացյալ Նահանգներն ասում են ամբողջն է իմը իրականում։ Այստեղ լրիվ իմն է, իսկ մնացած տեղերում է տեսնում ենք, որ դարձյալ չի նահանջում Միացյալ Նահանգները։ Օրինակ Թայվանի հարցում ես չեմ տեսնում որևէ նահանջ։ Այնտեղ եթե ասում եք գործարք կարող է լինել եւ շատ են ասում հիմա, որ Չինաստանին հանձնվի Թայվանը, Ուկրաինան հանձնվի Ռուսաստանին, բայց մենք տեսնում ենք, որ չի հանձնվում։ Այսինքն ասում է, ասա իմն է, բայց նայել է իմը, նայել է իմը, նայել է իմը։ Կամ ես այդտեղ պետք է շահագործեմ հանքերը։ Այո, տարբեր այսպես բաներ, այսինքն զիջումների տեսանելի առումով դեռևս ես չեմ տեսնում այդ զիջումները, որ Միացյալ Նահանգներն անի։ Այսպես բանավոր կերպով մի քանի անգամ խոսեց այդ մասին, Ուկրաինայի մասով, որ թվում էր, թե Ռուսաստանի հետ եկել են համաձայնության, ամբողջական, եւ այդ համաձայնության մեջ նաեւ մեր տարածաշրջանն էր, որը պետք է անցներ արևմտյան ուժերի վերահսկողությանը, բայց ինչպես տեսնում ենք, որ ամբողջական համաձայնություն դեռևս չկա, Արևմուտքը շարունակում է ամբողջությամբ օժանդակել Ուկրաինային, Ամերիկան շարունակում է ամբողջությամբ օժանդակել Թայվանին, շարունակում է զինել այն, հենց նոր արդեն մեծ թվով զենք վաճառեցին, եւ սա է խնդիրը, որ դեռևս այդ համաձայնությունը այդ մեծ ուժերի միջև կնքված չէ, այդ վերաբաժանումը աշխարհի տարբեր գոտիների, սա իմն է, սա իմն է, սա իմն է, հետո մենք
միասին իրար հետ կպայմանավորվենք, թե ինչպես վարվել։ Բացի այդ ամենից, այսօրվա ժողովուրդները պատրաստ չեն ընդունել 18-19-րդ դարերի գաղութատիրական համակարգը։ Հասկանում եք, օրինակ նույն Գրենլանդիայի հարցում Դանիան ասում է, ոչ, ես համաձայն չեմ եւ դիմադրելու են։ Եվ այսօր օրինակ Դանիայի վարչապետը հայտարարել է, որ Դանիան գտնվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության տակ։ Հասկանում եք, այսինքն այստեղ առաջանում են լուրջ խզումներ նաեւ ՆԱՏՕ-ի այդ դաշինքի մեջ, Միացյալ Նահանգների եւ եվրոպական պետությունների միջեւ շատ լուրջ խզումներ են առաջանում։ Անհայտները շատ են, մենք հիմա չենք կարող այսպես միանշանակ կանխագուշակել ինչպես կզարգանան իրադարձությունները Վենեսուելայի շուրջը, Իրանի շուրջը, Եվրոպայում, Ուկրաինայում եւ այլն, կարող ենք ընդհանրապես նշмарել այն հիմնական միտումները, որոնք մասնագիտական աչքով տեսանելի են։ Եվ այդ միտումներն իմ կարծիքով այն է, որ Վենեսուելայում Միացյալ Նահանգները չի հաջողելու այն ինչը հայտարարեց Թրամփը, որ այսուհետ մենք ենք կառավարելու Վենեսուելան։ Մի քանի ժամ հետո Վենեսուելայի փոխնախագահը ասեց ոչ, մենք դեմ ենք այդ ամեն ինչին, բանակը հայտարարություն է տարածել, որ մենք դիմադրելու ենք, ամբողջությամբ մոբիլիզացիա է հայտարարված, այսինքն բոլոր ուժերը, նաև աշխարհազորային ուժերը պատրաստ են դիմադրության։ Տեսնենք ինչ է անելու Վենեսուելայում։ Զորքեր է մտցնելու, հավատս չի գալի, թե մեծ խոշորամասշտաբ մի լայնածավալ ուրեմն ցամաքային ներխուժում կիրականացվի։ Բայց տենց չի էլի, թիմ 1 կամ գերտերությունը կամ հետախուզական ծառայություն ունեցող երկիրը չիմանար հետևանքները։ Ուրեմն այս ինչ աֆյուր է, գեж նպատակը ո՞րն էր սրա։ Գիտեք, մեզ հաճախ թվում է, թե մեծ տերությունների ղեկավարություններում նստած են խելոք մարդիկ կամ գոնե նրանց փոխարեն մտածում են խելոք մարդիկ, բայց հաճախ այդպես չի, այդպես են կործանվել շատ կայսրություններ։ Այդպես կործանվեց Խորհրդային Միությունը մեր աչքի առջև։ Թվում էր, թե այնտեղ հազոր կառույցներ կան, KGB եւ այլն, բայց ինչպես կործանվեց։ Հռոմեական կայսրությունն այդպես կործանվել եւ մյուսները։ Սա ինձ թվում է Միացյալ Նահանգների համար բերելու է վատ հետևանքների, հենց այս ներխուժումը, հատկապես որովհետեւ 1 տարի առաջ Թրամփը եկել էր իշխանության հակառակ ծրագրով եւ իր այն շարժումը, որ իրեն նաեւ բերեց իշխանության, այդ MAGA կոչված շարժումը, Make America Great Again, այսինքն դրանք միավորված էին հենց այդ դրոշի ներքո, որ Միացյալ Նահանգները պետք է մի փոքր մեկուսանա զբաղվի ինքը իր խնդիրներով, որովհետեւ իր խնդիրները շատ են։ Ահավոր շատ են, այս տարի այնտեղ միանգամից մոտ 25-26 միլիոն մարդ զրկվել է բժշկական ապահովագրությունից, այս հունվարի 1-ից մարդիկ չեն կարողանում վճարել իրենց ուրեմն գնաց տների համար, չեն կարողանում վճարել ուսման համար, չեն կարողանում վճարել առողջապահության համար եւ այլն։ Այս խնդիրների վրա նաեւ ենթակառուցվածքներն են Միացյալ Նահանգներում բավականին մաշված։ Փոխանակ սրանց վրա կենտրոնանալու, ինչպես եւ խոստացել էր Թրամփը, տեսեք նա քանի տեղ է այս ընդամենը 1 տարվա ընթացքում 1 տարին է չի լրացել։ Քանի տեղ է պատերազմ սկսել կամ գոնե ռազմական հարվածներ հասցրել Իրանի դեմ հունիսին անցյալ տարվա, Եմենում դրանից առաջ հարվածներ հասցրեց, բավական մեծ օպերացիա էր, որը 100 միլիոնավոր դոլարներ խլեց Ամերիկայից, բայց ոչ մի լուրջ հետևանքներ չունեցավ։ Ուրեմն Իրաքի դեմ է հարվածներ հասցրել, Սիրիայում է հարվածներ հասցրել, հիմա Վենեսուելային հարվածներ հասցրեց, հասկանում եք։ Մի բան ասել է հակառակն է անում, մարդիկ դա տեսնում են, մարդիկ հիմար չեն վերջին հաշվով, եւ սա բերելու է իր հետևանքներին։ Եվ տեսնենք Վենեսուելայում, եթե դիմադրությունը ինչ կերպով կընթանա, թեև փորձելու է Վենեսուելայի ղեկավարությունը չհասցնել նրան, որպեսի իր դեմ իրականացվի եւս մեկ ռազմագործողություն, հարվածներ հասցվեն եւ այլն, փորձելու է բանակցել Միացյալ Նահանգների ղեկավարության հետ, բայց չի հանձնելու իր երկիրը, չի հանձնելու իր նավթը
Ամերիկային, սա պարզ է։ Պարոն Այվազյան, Վենեսուելայի տերը ով է, կներեք շատ ուղղակի ասելուց համար, որովհետև Վենեսուելան ի տարբերություն նահանգների փոքր երկիր է, առանց դաշնակցի չես կարող։ Մենք որպես այլ ավելի փոքր երկիր 10 անգամ ավելի ոչ նավթ ունենք, ոչ բան ունենք, մեզ էլ են, չէ, մեր հարևաններն ուզում վերացնեն։ Անուն են դրել Արևմտյան Ադրբեջան բան եւ այլն։ Հիմա Վենեսուելայի դեմ ակնհայտ sense բան եղավ էլի, ինչ ասեմ, սրա անունը դուք լավ ասցիք, հարցակում։ Ուղղակի վայրի պատերազմական ակտ, եկան մարդիկ կառավանգեցին տարան։ Առել են, չեն առել էական չի, գնել են։ 80-ից ավել մարդ է սպանվել առաջնահաշվով։ Վենեսուելայի տերն ով է, որ մեր տերն ով լինի, մի քիչ շատ պապիական ու բիսեդկայական ասեցի, բայց էսա։ Տեսեք, Վենեսուելայի դաշնակիցներն էին Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը։ Չինաստանը մեծ ներդրումներ է կատարել միլիարդավոր դոլարների, այսպես վերականգնման ընթացքում էին Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերանորոգումը եւ այլն, այս փուլում էր Չինաստանի հաշվին։ Չինաստանը գնում է Վենեսուելայի նավթի մոտ 75%-ը, իսկ Ռուսաստանը տրամադրել է Վենեսուելային բավական մեծ քանակությամբ զենք։ Եվ օդանավեր կան այնտեղ Su-30 եւ S-300 հրթիռներ կան եւ այլ արդեն այն մնացած զենքերի մասին էլ չեմ ասում, որ նաեւ Իրանը կարող է տվացնել Չինաստանը եւ մյուսները։ Հիմնական դաշնակիցները Չինաստանն են եւ Ռուսաստանը, բայց ակնկալել Չինաստանից եւ Ռուսաստանից լուրջ ռազմական օժանդակություն հնարավոր չէ, որովհետեւ նրանք չունեն այդ կարողությունները Միացյալ Նահանգների քթի տակ այնտեղ իրականացնել ինչ որ լուրջ ռազմական աջակցություն, այսինքն նավեր ուղարկել, զորքեր ուղարկել, ասել, որ եթե խփեք Վենեսուելային, մենք էլ կխփենք, չեն կարող եւ չեն անի։ Նույնիսկ խորհրդային միությունը չուներ այդ կարողությունը այն ժամանակներում, իհարկե կարողացավ Կուբան պահել, Կուբան, բայց նաեւ Կուբան ինքը իրեն շատ լավ պահեց, շատ այսպես ամուր ձևով, Ֆիդել Կաստրոյի շնորհիվ, բայց օրինակ խորհրդային միությունը չկարողացավ պահել Գրենադային, երբ Ռեյգանը հրամայեց զորքեր մտցնել այնտեղ։ Պանամայում 89 թվականին մտան ամերիկյան զորքերը, այն ժամանակվա փաստացի ղեկավար Նորիեգային առևանգեցին տարան Միացյալ Նահանգներին դատեցին։ Իդեպ այդ գործողությունը նույնպես իրականացվել է հունվարի 3-ին, այնպես որ սիմվոլիկ ակտ է։ Եթե չեմ սխալվում, Սուլեյմանի սպանությունը 2020 թվականին նույնպես իրականացվեց հունվարի 3-ին թե 4-ին։ Առաջին օրերն են, ես էլ չեմ հիշում։ Այսինքն էլի գուցե հենց 3-ին։ 3-ին, հա, 3-ին է։ Այո, այնպես որ այստեղ սիմվոլիզմ էլ, որոշակի սիմվոլիզմ էլ կա այս ամեն ինչի մեջ։ Այնպես որ բայց քաղաքական դաշտում կարծում եմ դիվանագիտական միջազգային իրավական դաշտում արդեն իսկ օժանդակություն Վենեսուելային հասցնում են Չինաստանը եւ Հիմա որպեսզի շատ չձանձրացնենք պատմական էքսկուրսով, լատինամերիկյան մայրցամաքով։ Հիմա մեր տերը, հա, այս ռեգիոնում, այսինքն Ռուսաստան, Չինաստան, այնտեղ ամեն մեկը իր ռեգիոնում իր փոքրերին է տեր կանգնելու։ Մենք հույսներս ում վրա պիտի դնենք։ Նախ եւ առաջ ցավոք սրտի այսօր մենք ինքներս մեզ վրա պետք է հույսներս դնենք։ Այնպես ինչպես Կուբան, տեսեք, Կուբայի անունը տվեցինք եւ հիմա լավ այսպես անալոգիա կարելի է անցկացնել։ Կուբան առաջի հերթին ինքը իր վրա հույսը դրեց եւ միաժամանակ խորհրդային միության, որի հետ համագործակցելով կարողացավ հասնել հաջողության։ Եթե Կուբային ինքը չկարողանար ինքը իր ներսում կազմակերպել իր ժողովրդին, դիմադրողականությունն ապահովել եւ այլն, խորհրդային միության օժանդակությունը օգտակար չէր լինի։ Այսինքն առաջի գործը մենք մեր պաշտպանունակությունը եւ անվտանգության մակարդակը պետք է բարձրացնենք մեր սեփական ուժերով։ Մի բան, որ այսօրվա իշխանությունը երբեք չի անի, որովհետեւ գնում է հակառակ ուղղությամբ։ Այսօրվա Փաշինյանական խունտան տանում է Հայաստանը դեպի կապիտուլյացիա, վերջնական ամբողջական կապիտուլյացիա, պաշտպանունակության զրոյացում է տանում դեպի։ Ասպա եթե զինվեն պետք է ասեն պատերազմ ես ուզում, մենք խաղաղություն ենք կառուցում, հասկացեք էլի դե դա ճանապարհ չէ, ճանապարհը պետք է փոխվի, Հայաստանը պետք է կառուցվի ազգ բանակ մոդելով եւ հենվի դրանից հետո
պոտենցիալ դաշնակիցների վրա։ Իրանն է քիչ առաջ ասեցի այդ դաշնակիցներից մեկը, Ռուսաստանը կարող է լինել այդ դաշնակիցներից մեկը, Հնդկաստանը կարող է լինել, գուցե քիչ հավանական է, բայց ինչ կետերում օրինակ զենքի հարցում, չգիտեմ, Ֆրանսիան ասել է զենք են վաճառելու, գուցե այդպիսի հարցերում օգտակար լինի, ավելի շատ օգտակար լինի, ավելի լավ, ով լինի նրա հետ կարելի է դաշնակցել, ով մեզ հետ դաշնակցի, հասկանում եք, բայց դու պետք է առաջին հերթին ինքդ քո հետ դաշնակցես։ Մենք այտենց դից հարցեր մենք չենք ուզում մեզ, մենք հիմա եկեղեցի ենք մաքրում։ Տեսեք ասեմ, հիմա շարունակությունը սրա որն է։ Այն է, որ Հայաստանի ներսում թույլ չեն տալիս համախմբում ժողովրդի ամենակարևոր իշխանությունը դրսի ուժերը հենվելով այսօրվա իշխանության վրա։ Այսինքն իշխանության ձեռքերով թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը առհասարակ համախմբվի իր համար կենսականորեն կարևոր միակ հարցի շուրջ, անվտանգության, արտաքին վտանգի դեմ կանգնելու շուրջ թույլ չեն տալիս, այնինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին եւ ավելի երկար ժամանակ կարող ենք վերցնել սա, անընդհատ փորձում են Հայաստանի ներսում խլրտումներ առաջացնել, բնակչությանը կիսել տարբեր մասերի եւ իր միմյանց դեմ տրամադրել, սարքել քաղաքացիական պատերազմ։ Սա հայտնի տեխնոլոգիա է, որը կիրառվում է ամենուր, նույն Վենեսուելայում է կիրառվել։ Հիմա այս քայլին, որ դիմեցին, հարվածեցին Վենեսուելային, այսքան ժամանակ չէին հարվածել։ Ինչու՞։ Որտեվ սպասում էին երբեն հնարավոր ինչապ թուլացնելու երկիրը այդ ներքին հակասությունների, հակամարտությունների միջոցով։ Ընդդիմություն, իշխանություն, տնտեսության քայքայում եւ այլ եւ այլ եւ այլ։ Հիմա մեզ մոտ տեսեք ինչ անում մեր իշխանությունը։ Արհեստականորեն անընդհատ հակամարտություն է ստեղծում այս անգամ էլ այդ հակամարտությունը իրականացնելով եկեղեցու դեմ այս պատերազմով։ Պատերազմ է հայտարարված եկեղեցու։ Եվ հանգիստ չի տալիս Հայաստանի բնակչությանը։ Փորձում է կիսել, մի մասին բերել այս կողմ, մի մասին տանել այն կողմ։ Այն 10, թե չգիտեմ քանի չարքեպիսկոպոսներին եւ չեպիսկոպոսներին հավաքելով փորձում է կիսել եկեղեցին, բայց եկեղեցու հետ միասին նաեւ կիսվում է ժողովուրդը, եթե նրան հաջողվի։ Բայց կարծում եք, եթե արդեն մարդ զզվել է նայ, այն մեդիա բումն էլ անցավ, արդեն հետարքիր չի։ Այո, երեկվա այդ խոսակցությունը պարզապես ծիծաղելի էր այդ չարքեպիսկոպոս եւ չեպիսկոպոսների առաջնորդ էր հոգեվոր հանդիսանում արդեն Փաշինյանը նա է կոչանում դե եկեք մի հատ էլ հիմա աղոթենք չգիտեմ նա էր մեջտեղում կանգնած նրանք կողքերում էին նրանք ոչ մի բառ չասեցին ինքը խոսեց եկավ պատանդի պես խելոք ստորագրեցին գիտեք խայտարակություն ինչ որ մի կոոպերատիվ եկեղեցի է ստեղծել ինչ որ մի այն չգիտեմ որ ինչի հետ համեմատես դախլա է ստեղծել մի հատ այնտեղ հավաքել է շուրջը մարդկանց ովքեր այսօրվա դրությամբ արդեն գոնե ժողովրդի մի մասի համար այլևս հոգևոր դեմքեր չեն թեև կարգալույց դեռ չեն արվել եւ փորձելու է շարունակելու է այս ամեն ինչը որտեւ այդպիսի պատվեր ունի թուլացնել Հայաստանը թուլացնել ներքին համախմբվածությունը ժողովրդի որտեւ մենք ունենք մի խնդիր Հայաստանը արտաքին վտանգ եթե մենք այդ արտաքին վտանգի դեմ կարողանանք կազմակերպել մեր կյանքը ապահովել մեր կյանքը մեր միջոցները մոբիլիզացնելով եւ հենվելով դրանից հետո կարող ես հենվել դաշնակիցների վրա հասկանում եք սա է խնդիրը անընդհատ ասում ենք ով է մեր դաշնակիցը եթե մենք կարողանանք ինքներս մեզ ամուր կազմակերպել դաշնակիցները կհայտնվեն դաշնակիցներն իրենք կգան ասեն մենք ձեզ պատրաստ ենք ձեզ հետ դաշնակցել բայց երբ տեսնում են դաշնակիցներ պոտենցիալ դաշնակիցները երբ տեսնում են որ երկիրը քայքայվում է ներսից իշխանությունը տանում է դեպի պաշտպանունակության թուլացում օրինակ անցյալ տարվա դրությամբ քանի որոշումներ ընդունվեցին որով նվազեցրեցին Հայաստանի պաշտպանությունն ու եւ նվազեցրեցին Հայաստանի ինքնիշխանությունը խնդրեմ այդ Թրամփի ուղին մեզ համար բոլորովին ձեռնտու մի բան չէ փորձանք է թե հակառակը դա Հայաստանի ինքնիշխանությունից մենք զիջեցինք տվեցինք մի տարածք, որը Ադրբեջանն ասում է իմն է, ասում է այդ ճանապարհն իմն է Ադրբեջանը։ Հասկանում եք, չէ, ինչքան ուզում ես ստեղ ասա, չէ, քոնը չի իմն, չէ, նա ասում է իմն է։ Եվ
ուժել ունի, որ պետք լինի փորձի դա վերահաստատել։ Այսինքն դու պիտի ուժով փորձես ապացուցել, որ դա քոնն է։ Այնինչ ստորագրվում է փաստաթուղթ, որտեղ արդեն իսկ գրվում է, որ հանձնվելու է այս տարածքը ամերիկյան, չգիտեմ ինչին, եւ անհայտ է, շատ բան անհայտ է, թե ինչին է հանձնվում, ինչպես է կառավարվելու, ինչպես է լինելու, դա էլ մեզ չեն ասում, հասկանում եք։ Կամ բանակը 2 տարի ծառայության փոխարեն մտցվեց 1.5 տարվա ծառայություն, որը ավտոմատ կերպով պակասեցնելու է բանակի թվաքանակը։ Այնինչ պահանջում է Ալիևը, այսինքն ասում է Հայաստանը պետք է բանակ չունենա։ Այնպես բուտաֆորիկ բանակ պետք է ունենա։ Այս քայլերն է անում այսօրվա իշխանությունը, ինչպես դաշնակից հայտնվի այդտեղ։ Դաշնակիցը կհայտնվի, երբ կտեսնի, որ կատարվում են տրամաբանական քայլեր երկրի պետության պաշտպանունակությունն ու անվտանգությունը ամրապնդելու եւ բարձրացնելու ուղղությամբ։ Իսկ այդպիսի քայլեր կարելի է անել, դա 1000 անգամ ասվել է, պետք է ստեղծել աշխարհազորային համատարած մի համակարգ Հայաստանում, որը կաջակցի գործող բանակին հարկ եղած դեպքում ոչ միայն ռեզերվի այսպես կանչեն, ասեն, ուղարկում ենք այդ 20-25 օրյա հավաքների մարդկանց, այլև մշտական հիմքի վրա ամենուր պետք է ստեղծվեն աշխարհազորային խմբեր եւ մեր լեռնային պայմաններում, հատկապես Սյունիքում եւ մի շարք այլ վայրերում այդ աշխարհազորային խմբերը կարող են մեծ դեր կատարել անկախ նրանից, թե ինչպիսի ուժեր ունի թշնամին։ Մինչև որ դաշնակիցները եւս կգան եւ կկանգնեն մեր կողքին։ Սա է։ Այսինքն անելանելի չի վիճակը, հնարավոր է այս հնարավորությունից օգտվել, առավել եւս որ ստեղծում է աշխարհաքաղաքական այս վիճակը, ամփոփում ենք պարոն Այվազյան։ Շատ կարճ առաջիկա այսպես Հայաստանի կարևորագույն անելիքները դիվանագիտական հասկացանք, ներքին անվտանգային առումով հասկացանք։ Ընդհանրապես մենք դիվանագիտական առումով անելիք ունենք այս հարափոփող զարգացումների համատեքստում աշխարհի։ Թե պիտի տենց նստենք ու տենց շաբաթը մեկ մի կեղծ պատարակ անենք։ Հենց այդ է խնդիրը, որ գործի փոխարեն զբաղվում են բոլորովին այլ գործով, որը ոչ թե Հայաստանին է պետք, այլ Հայաստանի թշնամիներին է պետք, այսինքն փոխանակ զբաղվենք երկիրը ռազմական առումով անվտանգության բոլոր մյուս առումներով ամրապնդելով, համախմբելով բնակչությանը, մենք զբաղվում ենք այս հակամարտություններով։ Ամեն Կիրակի, ինչպես հիշում եք, դեռ անցյալ օգոստոսին ես ասացի 6 օրը մեկ են, 7 օրը մեկ են հարվածը հասցնում ամենաուշը եւ խնդրեմ, հիմա տեսնում ենք, այո, խնդիրը դրած է, 7 օրը մեկ հարվածը հասցվում է, իբր թվում է թե միայն եկեղեցու դեմ, բայց ոչ, եկեղեցու դեմ չի։ Ամբողջ հայ ժողովրդի դեմ է այդ հարվածը գրում ամեն Կիրակի արդեն։ Ինձ թվում է կմարի, որովհետեւ արդեն հետաքրքիր չի։ Եթե իշխանությունը դրանց կարծությունը նորաձևեր մարեց, որովհետև արդեն հասկացան էլի։ Նույն ասենք sense բանը, տագետների հավաքածուն տանելով ու արխիվները բանը, այտենց սեմինար անցկացնելով հասկանում ես, որ հարց չես լուծում։ Հիմա նույնը սա է, ինչքան ֆռռացնեն այդ ոստիկաններին ու կեղծ պատարականին, ինչքան չոքացնեն arczepiskoposներին ու քապաներին։ Փորձելու են տարբեր եկեղեցիներ գրավել։ Թող դա գրավել է։ Նաև խոշոր եկեղեցիներ, օրինակ փորձելու են Սուրբ Սարգիսը գրավել եւ այլն, որտեղ ուրեմն Կճոյանի առաջնորդարանը կողքն է եւ այլն։ Քանի դեռ իշխանություն են, տարբեր վնասակար լուրջ քայլեր կարող են կատարել։ Այնպես որ պետք չի թերագնահատել այդ ամեն ինչի վտանգը։ Սա է խնդիրը։ Պետք է նաեւ հիշենք, որ այն ինչ հիմա կատարվեց Վենեսուելայում, մի քանի առումով նման է Հայաստանի հետ կատարվածին։ Տեսեք, նույն կերպ առևանգվեցին Արցախի առաջնորդները, որքան էլ մենք կարող ենք նրանցից դժգոհ լինել, եւ տարվեցին Բաքու եւ այնտեղ ցուցադրական կերպով, այդպես կամերաների ներքո, տեսախցիկներով եւ այլն դատեր են իրականացվում, փաստորեն դատում են Հայաստանին, ոչ թե հենց այդ դեմքերին, հայ ժողովրդին են դատում Բաքվում եւ այդ ուղղությամբ այսօրվա իշխանությունները ոչինչ չեն անում։ Նաև հիշենք 99 թվականի հոկտեմբերի 27-ը, երբ մեր ամբողջ իշխանությունը փաստորեն ոչնչացվեց
Վազգեն Սարգսյանը որպես հայկական զինված ուժերի առաջնորդ նույնպես սպանվեց եւ համեմատեք դա Սուլեյմանի սպանության հետ, համեմատեք Իրանի դեմ իրականացված եւ Հեզբոլայի դեմ իրականացված այն կետային սպանությունների դեմ իրենց ղեկավարության Ռայիսի սպանություն, այո, որը այսօր գրեթե բոլորը արդեն ասում են այդ որ դա սպանություն էր, ոչ թե դժբախտ պատահար էր, Հեզբոլայի ամբողջ ղեկավարությունը սպանվեց եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը այն ինչ մեզ հետ կատարվել է, պետք է դիտել այս լայն շրջանակներում եւ հասկանալ, որ մեր դեմ գործում են շատ մեծ ուժեր, այդ շատ մեծ ուժերը հասել են մեծ հաջողությունների, հայաթափել են Արցախը, իրականացվել է ցեղասպանություն, բայց այդ վտանգը դեռևս կախված է մնում հենց Հայաստանի վրա։ Եվ մենք պետք է լուրջ վերաբերվենք այս ամեն ինչին։ Ոչ թե գիշեր-ցերեկ զբաղվենք այսպիսի անլուրջ հարցերով, ինչպիսին առաջ է քաշում Փաշինյանը։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Սա Live Armenia YouTube-յան ալիքն էր։ Այսօր մեր հյուրն էր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։ Շնորհակալություն ուշադրության համար եւ իհարկե մեր ալիքին բաժանորդագրվելու համար։